բառամթերքի, հիմա այս դեպքում դուք ընդգծեցիք մեր ձևով բառակապակցությունը, իսկ եթե ես էլ օրինակ որպես բառակապակցություն ներկայացնեմ մուրճը տալու ենք բոլորի գլխին, այդ բիզնեսները խլելու ենք վերադարձնենք ժողովրդին, բոլորին բռնելու ենք, կներեք այդ արտահայտությունը չասեմ ներողություն խնդրելով հանրությունից, բայց կարծում եմ բոլորը հասկացան, այս արտահայտությունների մեջ խնդիր երևի թե կա, չէ, որտեղ օրինակ եթե դու քո քաղաքական օպոնենտին ասում ես մուրճը տալու եմ գլխիդ, դա սահմանադրական կարգի հետ առնչություն չունի։ Դա նաև կոչ է որոշակի իմաստով, չէ, հատկապես եթե պատկերացրեք հավաքի ընթացքում ես ասում, որ մուրճը վերցնելու եմ տամ մի խոսքով։ Գիտեք ինչ տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ։ 2021 թվականին դատախազությունը ներկայացրեց դիրքորոշում, որ այո, սուր բառամթերքը ընդունելի չէ, բայց թույլատրելի է։ Դա իդեպ տեղի ունեցել սահմանադրական դատարանում եւ դատախազությունը ներկայացնում է Ռաբաթի ծրագրի վերաբերյալ իրավական հիմքերը։ Հիմա այդ պայմաններում հենց շատ ճիշտ հարցադրում եք տալիս, հիմա ավարտին եմ մոտենում։ Դուք պատկերացրեցիք, չէ, այս արտահայտությունները, որոնք ներկայացրեցին, որոնք սուր էին, ցնցող էին, միգուցե մեղմ ասած վտանգավոր էին։ Դրանք բոլորը իրավաչափ են դիտարկվել։ Իսկ արտահայտությունը, որը հայկական մշակույթում առկա է, մեր ձևով կփորձենք հարցը լուծել, մեր ձևով կփորձեմ հարցին մոտենալ, դա տարածված արտահայտություն է։ Եվ Սամվել Կարապետյան անձի դեպքում ինչ պետք է անենք, չէ՞, պետք է իր անձի կոնտեքստը դիտարկենք։ Իսկ իր անձի կոնտեքստը, որ դիտարկում ենք, մեր ձևովը կարծես թե օրինակ այդ հարյուրավոր բարեգործական ծրագրերն են։ Իր ձևովը դա իսկապես մայրաթոռի կողքին մշտապես կանգնած լինելն է։ Իր ձևովը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կողքին կանգնած լինելն է։ Որպես թե անձ, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ թե որպես անձ, ով որ միջազգային նաեւ տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված գործարար է, ով իր գործունեության հիմնական բաժինը ձեռնարկատիրական իրականացրել է արտերկրում։ Հիմա այդ պայմաններում Սամվել Կարապետյանի ասած մեր ձևովը որտեղ է դրա ոչ իրավաչափ տարը։ Գիտեք, ես կարծում եմ մենք ցանկացած տեսակ թղթերի, եթե սկսենք ժամանակ ծախսել, դրա վերաբերյալ վերլուծություն անենք, կարծում եմ ափսոս է թե մեր ժամանակը, թե մեր նյարդային համակարգը